Ողջույն, բարի երեկո եւ բարի լույս առավոտի լույսը արեգակն արդար մարտի 23 2025 թվական 22 օր անց դեռ 40-ը չհանած զոհված շիրիմները դեռ չպաղած մարտի 1-ին սպամված հայասպանների ձեռքով մեր հայրենակիցներին նվիրված մեր ազգին ու ժողովրդին նվիրված ի վերջո արդարություն եւ արդարադատություն մատուցելու հայտարարություն ԻՊՀ-ի պաշտպանություն Հայաստանի համաքրիստոնյա պաշտպանողական կամավորական միություն Վարդանանք ազգային շարժում։ Սիրելի հայրենակից մենք հանդես ենք գալու Լոս Անջելեսի, Ֆրեզնոյի, Բոստոնի, այստեղ ինչու՞ չէ նաեւ արդեն Թեքսասում ունենք մի փոքրիկ համայնք, որոնք ավելի գործնական են եղել շատ դեպքերում, քան ամբողջ Ֆրեզնոն եւ Լոս Անջելեսը այսպես միացյալ։ Պիտի խնդրեմ Ֆրեզնոյի հայրենակիցներիս եւ Լոս Անջելեսում հայակործան ճանապարհ բռնած հանուն մեր մանուկների եւ պատանիների կանգնելի պաշտպանություն Հայաստանի եւ նրա չարչարված ազգ ու ժողովրդի, որպիսի ունենանք անկախ ինքնիշխան պետություն, հայրենիք եւ այն բարձր եւ ամենաբարձր սուրբ սրբոց ինստիտուցիան, որը միակ ու մինուճարն է, որ կարող է համախմբել ամբողջ հայ ժողովուրդ, դա մայրաթոր Սուրբ Էջմիածին։ Սիրելի հայրենակից, մենք հանդես ենք գալու հետևյալ հայտարարությունով, ստորագրա հավաք ենք սկսում։ Ես նախնական փուլում սպասում եմ գոնե 3-4 ընտանիքներ, որ կմասնակցեն Ֆրեզնոյի ափերում եւ կտեղադրեն վրանի տակ կզիփո այդ հավաքովին, որ կա սիրելիս, սեղան եւ Վարդանանք ազգային շարժման պաստառներով համայնքում ստորագրություն հավաքելու։ Այն արդարությունը, որ մենք ենք պահանջում, չի պահանջում ստորագրության համար ազգության կամ նացիոնալ ինքնություն։ Սա միայն պահանջում է մարդ լինել, որի սրտում խիղճ է ապրում։ Սիրելի հայրենակից, ձայները կդրեցինք։ Պահանջարկի մոտավորապես narrative, narrative, որ ասում են narrative սա է։ Մեր կիսագրագետները narrative բառ են օգտագործում, որը մոտեցում է։ Եվ ազգն էլ գիտի, որ նստած է ինչ-որ մի կրթված արիստոկրատիա է ներկայացնում։ Եվ սա է խնդիրը հայ ժողովուրդ Հայաստանում։ Ինչքան կիսագրագետ կա, քո վերլուծաբանն է այսօր, որ ուղեղդ հիվանդացնում է, եւ քո կոգնիտիվ հիմնական առօրյայի հետ կապված նույնիսկ ֆունկցիայիդ մեջ չես կարողանում տակից դուրս գաս։ Դրա համար ավելի գունավոր տուգանքի գծեր կան քաղաքում, քան միասեռական դրոշն ունի իր վրա։ Չես կարողանում տակից դուրս գաս, որովհետև բոլորին ձեռնտու է, դու ապուշ մնաս։ 43,000 ԱՄՆ տալիք են ամեն մի ընտանիքին, եւ այստեղ հանցանքի մի մասը պարկած է հենց Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա։ Իր լռությամբ, որ համաձայնվել է հանցանքի հետ, եւ իր ժամանակին փախուստից, որ կանգնի եւ մեկնաբանի, որը մասնակից է դարձնում նամանավանդ Կալիֆոռնիայի սենատին։ Պահանջում ենք ներկայացուցիչների պալատից եւ Միացյալ Նահանգների կոնգրեսից ընդունել կոնգրեսի ակտ եւ սենատի բանաձև, ինչպես նաեւ կարգադրել Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու վերաբերյալ միջազգային օրդեր։ Ժողովրդի կողմից մարդկության դեմ հանցագործության մեջ մեղադրվողներն են Լևոն Քոչարյան, Գագիկ Զարուկյան, Գարեգին B. Գարեգին Ներսեսյան, Հովնան Տերտերյան, Սուրեն կներեք Արտուր Ասատրյան, Դոն Պիպո, Հովիկ Աբրահամյան, Սաշիկ Սարգսյան, Սամվել Ալեքսանյան, Գագիկ Զարուկյան, կներեք երկու անգամ եմ կրկնելու սկզբից էի կարդացել, որովհետև ինքը շատ է, իրան երկու հոգի ենք հաշվում։ Արաքել Մովսեսյան,
Գագիկ Բեկլարյան, Սուրեն Խաչատրյան, Մհեր Սեթրակյան և ևս 57 հոգի, 57 կոմիսարիատները վերաբերվում էր նրանց։ Մեր պահանջները հիմնավոր ապացույցներով ուղղված են հարգարժան նախկին Սենատի ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Պելոսի և մի քանի տասնյակ այլ պետական և արդարադատության անձանց, որոնց մի մասի ինքնությունը դեռևս գործը քննության առաջի փուլ նոր մուտք գործելու ժամանակահատվածում հարկ չեմ համարում իրենց ինքնությունը հայտնել։ Մենք հայտարարությամբ հանդես կգանք, լինի դա Սենատի, լինի դա արդարադատության, արդարադատության նախարարության, Կալիֆորնիայի նահանգապետարանի աստիճանների վրայից, թե Վաշինգտոն։ Մեր պահանջարկը Նենսի Պելոսին այն է, անհապաղ սկսել լսումներ և արդարադատություն մատուցել մեր ժողովրդին, որը վաղուց ուշացած է։ Սիրելի հայրենակից, վճռական ոչ մի գործ և ծրագիր շոշափելի ոչ մի քաղաքական ուժ Հայաստանում չի ներկայացնում, որովհետև չի կարող։ Եվրոպայի կուսակցությունները հավաքական ունեն մեջը Արամ Սարգսյան, հիմա կամ պիտի ապուշ ձևանաս, օրինակ, հարսին տեսնում ես մի այլ տղամարդու հետ, պիտի ասես, չէ, իդապ չեմ տեսե, կամ էլ տեսել ես։ Այս տողերի մեջ տողատակերը, որոնք էքզիբիտներով, միջազգային գիտական հետազոտությունների արդյունքներում փաստված preponderance և փաստի վրա, որ այս լաչարի որդիներն են, բաբիլոնյան բախտագուշակի լակոտները, որ 17% երեխաներիս Հայաստանում աննորմալ ա ծնվում, ձեռը ոտք երկար ու կարճ ա ծնվում, որ Դոն Պիպոն և վհուկ Դիաննա Մանվելիկ Գասպարյանը ու իրա վախկոտ սութի գողական մարդը լափեն մինչ այսօր Սուրբ Էջմիածին քաղաքը։ Նախասեմ ես հարկ եմ համարում, որ Էջմիածինը քաղաքը ենթարկվի կենտրոնական և Հայաստանի Հանրապետության իշխանության և խորհրդարանականների մշակած օրենքներին, բայց մենք առանձին պետություն ենք սարքում իրեն այդ օրենքներին վերաբերվելով և ենթարկվելով և Էջմիածինը կունենա առանձին զորք, որը բոլոր մարտական խնդիրները կլուծի, մինչև այսօրվա ձեր թատրոնը, որ բանակ զարգացնել եք ասում, տեղից կշարժվի։ Թող գնա և նստի տեղը, գալիս է ստորագրահավաք, որը առաջի իսկ օրերից արդեն գոնե arbitrative դատական նիստերի լսումների սկիզբ է տալու, սա ստորագրահավաք չի։ Սա դատական գործընթաց է։ Եվրոպայի ափերում, Լոս Անջելեսում, Ֆրեզնոյում, թե Բոստոնում, ամոթեն հային, որ մեջ կթեքի են ամեղ զոհերի վրա, որոնք սովից, այս ցուցակի վրա եղնողների երեսից, որ լափել են, մինչև 5-րդ տարեդարձը չհասցրած ու մահացած երեխեքիս շիրմերի վրա, թող այցելի նրանց ուրվականը ձեզ, որ հասկանաք արդարությունը որտեղ է, լրբությունը որտեղ է, Աստված օրհնի ազգս հայոց պետականությունս, պարոն վարչապետ, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, պատկանում եմ Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսին, իբա միշտ հայ, դու լրիվ պռավալ տվիր, Աստված օրհնի քեզ Հայաստան։